պետությունը ինչ պարտականություն ունի։ Կյանքի որակ անվտանգություն մարդու։ Երկու գլխավոր մարդու բարգավաճում, բարեկեցություն եւ անվտանգություն, ճիշտ է, երկու խնդիր է լուծում։ Եթե դու անդադ բարեկեցության հարցը երկրորդական ես համարում, որովհետեւ ենթադրենք խմբավորումներ կան, բանկային սեկտորն է, մի հատ այլ ոլորտում կարա այլ կարծրացած կորպորատիվ շահ լինել։ Եթե շահերը միշտ գերակա ես համարում, պետությունը իր սոցիալական առաքելությունը քաղաքացու նկատմամբ պաշտոնաբար սկսում է օտարել կամ չկատարել։ Դա բերում է կատակլիզմների ու ցնցումների։ Ոչ մի ցնցումից պետությունը չի օգտվում։ Ամենայն դեպս մենք փորձում ենք մի քաղաքական սեգմենտում մի նիշ զբաղեցնել, որը միշտ դեմ է եղել ցնցումներին, միշտ դեմ է եղել պառակտումներին, միշտ դեմ է եղել շերտավորումներին եւ հակառակը միշտ կողմ է եղել էվոլյուցիոն զարգացումներին, միշտ իր վրա նույնիսկ հարվածներ ընդունել հանուն պետության կայունության, եւ մենք ինչ պիտի հիմա ասենք քաղաքացուն, որ մենք գալիս ենք այս առաջարկությունների փաթեթը։ Առաջարկ ձեզ, այո, առաջարկ ձեզ, որը նպաստելու է հասարակության տրամաբանական սոցիալական սանդղակի ձևավորմանը։ Այսինքն մեր խնդիրն է վերջո պարոն Մելքումյանի, ի վերջո պարոն Ծառուկյանի եւ ընդհանրապես ամբողջ համակարգի խնդիրն է հասարակությունում բարեկեցության աճի միջոցով նպաստել միջին խավի մեծացմանը։ Շատ բարի